Ստորագրման տեղն ու վայրը Բաքուն չի ասում, խոսում է խաղաղությունից, ավելացնում զենքի ծախսերը։ Միջազգային հայցերից հրաժարում, դիտորդների հեռացում սահմանից, խաղաղության գինը Բաքվի խաբկանքը։ Փոխզիջում թե զիջում, քաղաքական խաղի արդյունքում քաղաքացու շահերն են ոտնահարվում։ Ազատեք հայ գերիներին, պահանջակցյա ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։ Ժամանակն է խաղաղության, աշխարհը պատմական է որակում հայ-ադրբեջանական բանակցությունների ավարտը։ 150 չվճարես 15,000 կտուգանվես, տրանսպորտային բարեփոխումները շարունակվում են։ Որակի ստուգում առանց զգուշացնելու տեսչականը խստացնում է խաղի կանոնները։ Նոր անկյուն, որ կյանք է տալիս պատմական կերպարներին եւ տուգանք ընդդիմադիր падգամավորին սենյակում ծխելու համար, պարեկները ազգային ժողովում։ Բարի երեկո հարգելի հեռուստադիտող, օրվա գլխավոր ժամն է, կարևորի մասին ես Հայկ Նավասարյանն եմ։ Եվ այսպես Բաքուն 3 խաղաղությունից էր խոսում, այսօր հիշել է ռազմական ծախսեր ավելացնելու մասին, միայն անցյալ տարի 12%-ով ավելացնելով զենք զինամթերքի գնումները։ Զուգահեռ առաջին դեմքի մակարդակով կրկին Երևանի հասցեին մեղանդրանքներ են հնչեցնում, չեն վստահում, ասում են միայն թուղթը չտեսնեն, տարածքային պահանջներ չունենք Ադրբեջանից, այսինքն ակնարկում են, որ սահմանադրության փոփոխության պահանջը դեռ ակտուալ է, չնայած Հայաստանը երկու կետերի շուրջ արդեն համաձայնել է։ Ինչ է ստացվում, խաբեցին կրկին։ Երբ ու որտեղ կստորագրեն խաղաղության փաստաթուղթը հարցն այլևս միամիտ է թվում։ Բաքվից 3 ասում էին տեքստը համաձայնեցված պատրաստ է, այսօր ասում են վաղ է ստորագրման վայրի հարց քննարկելը։ Ասում էին 17 կետանոց փաստաթղթի 15 հոդվածը համաձայնեցված են, 2-ն են մնացել։ 3 իմացանք, որ այդ 2-ն էլ համաձայնեցրել են։ Հայաստանը հետ կկանչի միջազգային դատական հայցերը ընդդեմ Ադրբեջանի եւ եվրադիտորդները Բաքվի պահանջով կհեռանան հայ-ադրբեջանական սահմանից, բայց հիմա էլ պարզվում է նրանք էլի պահանջ պայմաններ ունեն։ Փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովն է թվարկել։ Ադրբեջանական կողմը այժմ սպասում է Հայաստանի սահմանադրության համապատասխան փոփոխություններին, որ հանեն 1990-ականներից ի վեր մեր ինքնիշխան տարածքների նկատմամբ պահանջները եւ լուծարեն Մինսկի խումբը։ Ադրբեջանական կողմը դա արդեն տևական ժամանակ առաջարկում էր, համարելով, որ հակամարտությունը լուծված է։ Ցավոք հայկական կողմը մինչև օրս չի միացել համատեղ կոչին։ Հուսով ենք, որ Հայաստանը մեզ կտեղեկացնի իր իրական մտադրությունների մասին։ Հաշվի առնելով Հայաստանում ռևանշիստական ուժերի գործունեությունը, սա լուրջ ռիսկ ենք համարում։ Մասնագետները երեկվանից են հետևում իրադարձությունների զարգացմանը։ Քաղաքագետն ասում է, որևէ ադրբեջանցուց չի լսել ստորագրման պատրաստակամության մասին հայտարարություն, ոչ միայն տեղ, ժամ ու վայր չէին նշում, այլև չեն համաձայնել փաստորեն փաստաթղթի համաձայնեցված լինելու մասին հայկական կողմի հետ համատեղ հայտարարել։ Տեքստը պատրաստ է։ Քիվեստում տեքստը պատրաստ չի եղել, Կազանում տեքստը պատրաստ չի եղել։ Ամերիկայի նախագահան նամակագրում զանգում շնորհավորում է, Ֆրանսիայի նախագահան հեռախոսով խոսում է, Ռուսաստանի նախագահան ասել Կազան, որ գնա ստորագրին։ Ալիևը չգիտես ինչու չի վստահում հայկական կողմին, թեպետ ինչ պահանջել ըստ էության հասել է ուզածին։ Հիմա ասում է գրեք, ստորագրեք, թուղթ եմ ուզում, որ հավատամ ձեր խոսքերին։ Հայաստանի նկատմամբ վստահության մակարդակը մոտ է 0-ականին, դրա համար մենք չենք վստահում նրանց խոսքերին, որովհետև սրանք այն մարդիկ չեն, որոնց կարող ենք վստահել, այդ թվում այսօրվա կառավարությանը։ Կրկին, նրանց ասածներից ոչինչ մեզ համար ոչինչ չի նշանակում, փաստաթղթեր են պետք, թղթեր են պետք։ Մենք պետք է ապահովենք, որ նրանց սահմանադրությունը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չպարունակի, այնտեղ դրանք դեռ առկա են, մեզ պետք է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվի, սա մեր ուղերձն է Հայաստանին։ Խաղաղությունից են խոսում ու շեշտակի ավելացնում ռազմական ծախսերը։ Ադրբեջանը 2024-ին պաշտպանության վրա ծախսել է $4 միլիարդ, ինչը 707 միլիոն մանատ կամ 12% ավելի է, քան նախորդող 2023-ի ծախսերը։ Այդ երկրի վարչապետ Ալի Ասադովն է մեջլիսում հայտարարել։ Մասնագետները տարակուսած են, Բաքուն դարձյալ մանևրում է, խաբում ըստ էության։ Հարցնում են, կար հանրային պահանջ կամ մանդատ միանձնյա որոշելու հայցերը հետ կանչել միջազգային ատյաններից, հատկապես եթե Ալիևի մտքին ստորագրել ամենևին էլ չկա։ Իսկ Երևանն ամենաբարձր մակարդակով է ասել, որ նույնիսկ ստորագրումը Ալիևյան ագրեսիայի բացառման երաշխիք չէ։ Սիրանուշ Մուրադյան, ժամը լրատվական։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կառավարությունից հայտնում են, որ վարչապետը Ռուսաստանի նախագահին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Քննարկվել են նաև տարածաշրջանային և երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր։ Փաշինյանը հաստատել է, որ ընդունում է Պուտինի հրավերը մասնակցելու մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի հոբելյանական միջոցառումներին։ Սա էլ հաղորդում է Կրեմլը։ Ժամանակն է պարտավորվել, խաղաղություն հաստատել, ստորագրել և վավերացնել պայմանագիրը սկիզբ դնելով Հարավային Կովկասի բնակիչների բարգավաճման նոր դարաշրջանին։ Հայաստանին և Ադրբեջանին ուղղված հաղորդագրությունում նշված է ԱՄՆ պետքարտուղարությունը։ Միացյալ Նահանգները շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին պատմական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ավարտելու կապակցությամբ։ Սա երկու երկրների համար հնարավորություն է շրջելու տասնամյակների վաղեմության հակամարտության էջը նախագահ Թրամփի ավելի խաղաղ աշխարհի տեսլականին համահունչ, ասված է հաղորդագրությունում։ Հիշեցնենք, ավելի վաղ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը ողջունել են նաև Եվրամիությունը, ՀԱՊԿ, Ֆրանսիան, Իսպանիան, Գերմանիան և այլ երկրներ։ Ով ինչ է զիջում խաղաղության պայմանագրի արդյունքում, պաշտոնական Երևանը թեև ասում է խաղաղության համաձայնագրի տեքստը վերջնականացրել են փոխզիջման արդյունքում, բայց դեռ հայտնի չէ, թե ինչ է օրինակ զիջում Ադրբեջանը։ Մինչդեռ Երևանից բացեիբաց արդեն խոսում են, որ հրաժարվում են Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից, սահմանից էլ հետ են կանչում Եվրամիության դիտորդներին։ Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանի ձևակերպմամբ ստացվում է քաղաքական գործընթացի արդյունքում քաղաքացու շահերն են ոտնահարվում, ավելին չկա որևէ երաշխիք, որ Ադրբեջանը նորից հայի արյուն չի թափի։ Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո դիտորդները դուրս կգան հայ-ադրբեջանական սահմանից, միջազգային ատյաններում միմյանց դեմ ներկայացված հայցերը հետ կկանչվեն։ Սրանք այն կետերն էին, որոնք ամիսներ շարունակ Բաքվին իբր խանգարում էին խաղաղության պայմանագրի հաստատման համար։ Փաշինյանն էլ հաստատում է, ինչ որ պահից ակնհայտ է դարձել, որ չի հաջողվում ու չի հաջողվելու ունենալ իդեալական ձևակերպումներ այդ առումով։ Մենք նաև անվտանգության խորհրդի ֆորմատով ենք քննարկել եւ եկել ենք այն եզրակացության, որ այս պահին արկա բովանդակությունը կարող է համարվել այն փոխզիջումային տարբերակը, որը կարող է ընդունելի լինել։ Գործ ունենք մարդու իրավունքների հետ, միջազգային իրավունքի մասնագետն է պարզաբանում։ Մի կողմից պետությունը իշա երրորդ անձանց պաշտպանության դիմում է գործողությունների ու ակնկալիք է ձևավորում, որ իր քաղաքացու իրավունքները պաշտպանված են, բայց երբ քաղաքական գործընթացի շրջանակում հետ է կանչում հայցերը, փաստորեն արձանագրում է, որ այդ մարդկանց իրավունքները պաշտպանված չեն։ Թույլատրելի կլիներ, եթե գոնե մասնակի դրանց լուծման ուղղված քայլեր ձեռնարկված լինեին Ադրբեջանի կողմից եւ Հայաստանը օրինակ համարելով, որ մասնակիորեն հայցերը առարկա զուրկ են դարձել, որտեղ միջպետական համագործակցությունը եւ հարաբերությունների բարելավումը նպաստել է ինքնաբերաբար կամ առանց դատական գործընթացների խնդիրների լուծման, սա կարող է ինչ-որ չափով լեգիտիմացնել։ Գործընթացը իրավական կլիներ որոշակի առումով ընդունելի, եթե Հայաստանը դատարանի միջոցով սահմանված կարգով հաշտություն կնքեր Ադրբեջանի հետ։ Այստեղ կլիներ միջազգային հսկողական մեխանիզմ, սա լեգիտիմ ճանապարհ է, բայց Հայաստանը ընտրեց արտադատական քաղաքական որոշման ճանապարհը։ Իրավապաշտպանը համոզված է, որևէ երաշխիք չկա, որ Ադրբեջանը կվարանի կրկնել նախկին հանցագործությունները կամ շարունակել բացեիբաց պնդել, թե Հայաստանը հետ է կանչել հայցերը, որովհետև անհիմն են։ Սա պետք է մեկնաբանել որպես քաղաքական քայլ, որը դեմ է արդարադատությանն ու ճշմարտությանը եւ այն արհեստականորեն միտված է խաղաղության օրակարգի սպասարկմանը այն պարագայում, երբ առանց անցումային արդարադատության ուզած անձանց իրավունքների վերականգնման հնարավոր չէ հասնել կայուն խաղաղության։ Թեև պաշտոնական Հայաստանը ձևակերպում է փոխզիջում, այնուամենայնիվ Ադրբեջանը որևէ կորուստ չի ունենում, հայտնվում է շահավետ դիրքերում։ Իր հանցագործությունները մաքրվում են, իսկ Հայաստան ունենում է միակողմանի կորուստներ, իրավական պահանջները, որոնք նաև պատմական փաստերի վկայություն են, փաստորեն հոդս են ցնդում։ Սա պարզապես բարոյական պարտություն է։ Տիգրանուհի Գուրգինյան, ժամը լրատվական։
Իսկ անհետ կորած անձանց հարազատները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանի իշխանություններից պահանջելով միջազգային ատյաններից դատական հայցերը հետ չկանչել։ Հավաքվածները պնդել են այդ հայցերը ուղղակիորեն առնչվում են իրենց իրավունքներին ու իրենք նման լիազորություն կառավարությանը չեն տվել։ Հարցնում են հայցերից հրաժարվելուց հետո ինչ իրավական հիմքով են պահանջելու իրենց երեխաներին։ Միջպետական հայցերից հրաժարվումից ինչ երաշխիք է տալու, ոնց են մեր իրավունքները իրականացվելու։ Այս հարցերի պատասխանն է, որ չունենք ու ընդհանրապես մի բան ունենք ասելու, որ ձեզ չեք լիազորել մեր անունից կանգնածներից հրաժարվել։ Արդյոք խաղաղության տեքստի համաձայնեցումը նշանակում է հակամարտության ավարտի ազդանշան, սա գլխավոր հարցերից է, որ երեկվանից քննարկում են քաղաքագետները։ Զուգահեռ իշխանություն, ընդդիմություն քննադատությունն է ակտիվանում, խորհրդարանական ընդդիմադիրները պնդում են Երևանի հետ քայլը Բաքվի պարտադրանքով է, ինչը անթույլատրելի է։ Մինչդեռ գլխավոր դիվանագետը վստահեցնում է, սա քայլ է, որը մեզ տանում է ճահճից։ Ըստ արտգործնախարարի Երևանի և Բաքվի միջև խաղաղության տեքստի համաձայնեցումը նշանակում է ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, ապա շրջափակել բոլոր կոմունիկացիաները, իսկ այսպես կոչված միջանցքի մասին ոչ մի բառ չկա։ Թեժ քննարկում ազգային ժողովում Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստում երկու վիճելի կետերի համաձայնեցումը բազմաթիվ հարցեր է առաջացրել ընդդիմադիր падգամավորների մոտ։ Հարց արտգործնախարարին։ Բանակցային գործընթացում Ադրբեջանի փոխզիջումը ո՞րն է եղել։ Մի ժամ հետո են հայտարարությունից, որ դուք բոլոր ամեն ինչ համաձայնացրել եք, Ադրբեջանը երկու նախապայմանի մասին է խոսում։ Խաղաղության հաստատմամբ հենց այս տեքստով խաղաղության հաստատմամբ Հայաստանը դուրս է գալու մի մեծ եւ խորը ճահճից, որից դուրս չգալու պարագայում ընկղվելու ենք եւ թաղվենք։ Լեզվակռիվ սկսվեց ընդդիմադիր падգամավոր Դանիելյանի եւ արտաքին գործերի նախարար Միրզոյանի միջև։ Հայաստանի Հանրապետությանը պետք է խաղաղություն։ Մի բան էլ ասեմ, կհամարձակեմ ենթադրել, որ այստեղ նստած մեր ընդդիմադիր գործընկերներից շատերը իզնից լավ գիտեն դա։ Ես առաջարկում եմ չմտնել այդ թակարդը մարդկանց հիմար բաներով չխաբել։ Հիմարություն ես համարում եմ, ասեմ, պարոն Դանիելյան, խաբկանքը, պատրանքը, որը կարող է տրվել ժողովրդին, այն մասին, որ օրինակ խաղաղությունը ունի այլընտրանք իդեմս պատերազմի, իդեմս հոխորտանքների, իդեմս ռազմական գործ, հիմա սրա մասին է խոսքը։ Ալիևը հրապարակավ չի հայտարարել, սակայն նախարարի ձևակերպմամբ Հայաստանն ու Ադրբեջանը այդ համաձայնագրով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Եվ ըստ Միրզոյանի համաձայնագիրն ամբողջությամբ բխում է Հայաստանի շահերից։ Քառակուսի մետրով համաձայնագրում նշված չի, բայց եւ Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնագրով ճանաչում են նույն կերպ միմյանց տարածքային ամբողջականությունը։ Միրզոյանի ձևակերպմամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստում չկա դրույթ այն մասին, որ մինչև խորհրդային միության փլուզումը երկու երկրների տարածքներում բնակեցված եւ այդ տարածքները լքած մարդիկ պետք է վերադառնան իրենց տները կամ այն տարածքներ, որտեղ իրենց նախնիները ապրել են։ Տեքստում ըստ արտգործնախարարի նաեւ չկա որևէ դրույթ այսպես կոչված միջանցքի ընդհանրապես ապաշրջափակման մեխանիզմների մասին։ Արտաքին գործերի նախարարն անդրադարձավ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, նշելով, որ համաձայնագրի ստորագրումից հետո կարելի է ինստիտուցիոնալ առումով համարել, որ հակամարտությունը մոտեցավ ավարտին, եւ այդ պահին ըստ Միրզոյանի կարելի ասել, որ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունը չկա։ Թեման թեժ է, հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը, պահանջելով անհապաղ հրապարակել փաստաթղթի վերջնական տեքստը։ ՀՀԿ-ն արձանագրում է, որ Հայաստանի քաղաքացիների համար անընդունելի է ուժի գործադրման բացահայտ սպառնալիքով բանակցությունների ցանկացած արդյունք, եւ այն չի կարող ապահովել արդար եւ երկարաժամկետ խաղաղություն տարածաշրջանում։ Գործադիր մարմինը անթույլատրելի է համարում նաեւ Հայաստանի գործող սահմանադրության փոփոխությունը արտաքին ճնշման տակ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Ազատեք Բաքվում ապօրինի պահվող հայերին կոչով այսօր ակցիա է սկսվել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց քաղաքացիները միջազգային կառույցից պահանջում են գործուն քայլեր ձեռնարկել ապօրինի պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ։ ՄԱԿ կառույցները ունեն պարտավորություն եւ մենք այստեղ չենք լսելու այն տեքստը, թե գիտեք, ձեզ հասկանում ենք։ Մեզ հասկանալ պետք չէ, գործել է պետք, պահանջել են բողոքավորները։ Ինչ են ուզում մեր գերիները, ընդհանրապես մի բան
այս կառույցներից, ովքեր լուր հետևել ու հասկացել են, որ մասնակցեն այդ դատավարություններին, որպեսզի դա չլինի փակ, որպեսզի լինի կողմ, որը կասի կպատմի աշխարհին, թե ինչ է կատարվում այնտեղ, ինչ ֆարս է կատարվում այնտեղ, ինչ շինծու հատորներով մեղադրանք է ներկայացվում իրենց ազգի, իրենց ծնված հողում ապրելու համար պայքարած մարդկանց վրա։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու թողարկման երկրորդ հատվածում։ 150 չվճարես 15,000 կտուգանվես, տրանսպորտային բարեփոխումները շարունակվում են, որակի ստուգում առանց զգուշացնելու, տեսչականը խստացնում է խաղի կանոնները։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը։ Եվ այսպես Թեհրանը ստացել է ԱՄՆ նախագահի նամակը և այժմ վերանայում է բովանդակությունը, որից հետո որոշում կընդունի, արձագանքել է Իրանի արտգործնախարարության խոսնակը։ Իսմայիլ Բաղային սակայն չի մանրամասնել նամակի բովանդակությունը։ Հիշեցնեմ, ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ցանկանում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ նոր համաձայնագիր կնքել և որ այդ մասին նամակ է ուղարկել Իրանի հոգևոր առաջնորդին։ Տեսչականը խստացնում է խաղի կանոնները, ապրանքի որակը կստուգեն, բայց տնտեսվարող այդ մասին չի իմանա, իսկ եթե ապրանքը փոքր է, մակնշումը հնարավոր չէ, QR կոդ կկիրառեն։ Շուկայի տեսչական մարմինը նախատեսում է այս տարի ավելի շատ բիզնեսի այցելել, մեծացրել է լաբորատոր արսենալը։ Գազա և բենզալցակայաններում թերի լիցքավորումներ, ծխախոտի բաց վաճառք, առանց մակնշման կոշիկներ։ Մեր երկրի քաղաքացիներն առավելապես այս բողոքներն են ներկայացնում շուկայի տեսչական։ Այս շարքի գերակշիռ հատվածը տեսչականի թիրախում են, իսկ տեսչականի լաբորատոր զինանոցն ի դեպ ավելի մեծ հնարավորություններով են թարմացրել, անձամբ են ստուգելու ու եզրակացնելու։ Մեր ստուգումների քանակը կավելանա, որտեղ եթե օրինակ բենզինի վրա վերցնեմ, եթե մենք բենզին աննմուշ վերցնում ենք, տալիս էինք չափակության ազգային մարմնի, որոշակի ժամանակ էր անցնում մինչև եւ ֆինանսական ավելի շատ բեռ էր նստում պետության վրա։ 133 բենզանմուշից միայն 6-ն են ունեցել որակական խախտումներ, սա նախորդ տարի, իսկ մինչև սեփական լաբորատորիան ունենալը տեսչականի անհամապատասխանությունների վիճակագրությունը գերազանցում էր 55%-ը։ Շուկայի վերահսկողության պատասխանատուները երևույթը պայմանավորում են նաև կարգ կանոնի խստացմամբ։ Երբ որ որակական խնդիր ենք լուծում, եւ որ հիմա առանց նախապես ծանուցման մենք վերցնում ենք տվյալ օրինակ բենզալիցքավորման կետից նմուշ, ինքը տեղյակ չի լինում, մենք նմուշ վերցնում ենք Իրանից, թե չէ։ Երբ որ առաջ ասում ենք գալիս ենք, ինքը կբերեր նորմալ որակի վառելիք եւ խնդիրը չէր լուծվում։ Իսկ հիմա ինքը ամեն րոպե զգոնա։ Փոքր չափսեր ունեցող արտադրանքի վրա մակնշումը երբեմն անընթեռնելի է։ Սա էլ օրենքի խախտում է, լուծումը գտել են QR, այստեղ էլ QR։ Տնտեսվարողը կամ արտադրողը տվյալ արտադրանքը մակնշի QR կոդով, որտեղ օրինակ լրի պարզ երևալու է իր ամբողջ ընթացքի, ամբողջ մակնշման պահանջները տվյալ QR կոդով սպառողը տեսնելու է ինչ կա։ Սեպտեմբերի 1-ից ի դեպ մեր երկրի գիդերը, տուրիստներ տեղափոխող մեքենաների վարորդներն ու հյուրանոցային ծառայություններ մատուցողները պետք է ծանուցեն պետության իրենց գործունեության մասին, ասել է թե լիցենզավորվեն։ Շուկայի վերահսկողության տեսչականի խոշորացույցը այստեղ էլ գործի կդնեն։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Տրանսպորտային բարեփոխումները մայրաքաղաքում շարունակվում են, զուգահեռ մարդիկ կան, որ շարունակում են չվճարել տրանսպորտի համար, նրանց համար վատ նորություն ունի Երևանի քաղաքապետարանը։ Եթե տրանսպորտի 150-ը չվճարես, 15,000 կտուգանվես, իսկ եթե արտոնություն ունեցող անձի փոխարեն այլ մարդ երթևեկի, կտուգանվի 18,000 դրամով։ Նախաձեռնությունը քաղաքային իշխանությանն է, իրականություն կդառնա, երբ ազգային ժողովը հավանություն տա։ Մեկ շաբաթից ավելի նախագիծ է շրջանառվում, որի մասին կարելի է ասել հանրությունը լրատվամիջոցները տեղեկացան քաղաքապետի մամուլի խոսնակի հրավիրած ասուլիսից։ Այո, այդ տուգանքների կիրառումը
իրականացվելու է։ Նախագիծը վերաբերվելու է առհասարակ տրանսպորտային փոխադրամիջոցներով երթևեկողներին, ովքեր ուղևորցի համար չեն վճարի։ Կտուգանվեն նաև այն քաղաքացիները, որոնք կվճարեն այլ մարդու տոմսային պրոդուկտով։ Առանց վճարելու կամ վճարման կրիչը վավերացնելու օգտվելու դեպքում ուղևորները ենթարկվելու են տուգանքի 15,000 դրամի չափով։ Այն դեպքերում, երբ արտոնություն ունեցող անձի փոխարեն երթևեկի այլ անձ տուգանվելու է 18,000 դրամի չափով։ Վերջն արդյունքում այդ գումարները, եթե օրինակի համար Երևանի քաղաքապետարանի բյուջե չմուտքագրվեն, մենք որոշակի ժամանակահատված հետո ունենալու ենք խնդիրներ։ Տուգանքները կկիրառվեն, երբ ազգային ժողովը հավանություն տա նախագծին։ Երևանի քաղաքապետարանը գործի կդնի տուգանքի մեխանիզմը որոշակի տեխնիկական միջոցներով։ Այդ տուգանքի կիրառումը կա գրեթե բոլոր երկրներում, որտեղ որ մարդիկ անցել են միասնական տոմսային համակարգին եւ անվճար չի հասարակական տրանսպորտը։ Մարտի 10-ի դրությամբ Երևանի քաղաքապետարանը հավաքագրել է 2 միլիարդ 500 միլիոն դրամ տրանսպորտային համակարգում վաճառված տոմսային պրոդուկտներից, որից 210,000-ից ավելին եղել են փաթեթային տոմսերը։ Արտոնություններից օգտվող քաղաքացիների 22%-ը անվճար երթևեկող քաղաքացիներն են։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Իսկ հանձնաժողովը, որը պետք է քննի բուժաշխատողների էթիկայի կանոնները, մատը մատին չի տալիս, պնդումը ոլորտի փորձագետինն է։ Անուշ Պողոսյանը թվերով է հիմնավորում ասածը, եթե հանձնաժողովը աշխատեր, հարյուրավոր հայցեր կլիներ, մինչդեռ 12 ամսում ընդամենը 10 վարույթ է նախաձեռնել էթիկայի հանձնաժողովը։ Մի ամբողջ տարում միայն 10 վարույթ է հարուցել եւ ուսումնասիրել բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովը, ընդ որում սեփական նախաձեռնությամբ միայն 2-ը, իսկ մյուս դեպքերից 2-ը բուժառու եւս 3-ի համար մահացածի հարազատները, եւս մի դեպքում էլ բուժաշխատողներն էին դիմել հանձնաժողովականներին։ 10 վարույթից 2-ն էլ կարճել են, փաստաթղթերն են թերի եղել։ Հանձնաժողովը չի քննում բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների քրեական կամ վարչական պատասխանատվություն առաջացնող խախտումները։ Մասնագիտական էթիկայի կանոնները խախտելու 4 վարույթ է հաստատել հանձնաժողովը 5 բժշկի հետ կապված։ 2 բուժ հաստատություն իր մասնագետներին կարգապահական պատասխանատվության ենթարկել է, 2 բուժ հիմնարկ ոչ։ Այս թվերը խոսում են այդ հանձնաժողովի չգործունեության մասին։ Օրենսդրորեն այդ հանձնաժողովը եթե աշխատեր, անպայման գոնե լրատվության հայտարարությունների հիմքի վրա առնվազն պետք է հարյուրներով ինքը վարչական վարույթներ ունենալ։ Հանձնաժողովի կարևորությունն ու նշանակությունն առանցքային է, հավելում է մասնագետն ու շեշտում, եթե կառույցը աշխատեր, ապա շատ գործեր դատարան չէին հասնի, դատական համակարգը չէին ծանրաբեռնի։ Բուժաշխատողի հետ կապված խնդիր էր եղել, նա դիմել էր, էթիկայի հանձնաժողովը պատասխանել էր, սա մեր գործառույթը չի, այնուհետև այդ մարդը ստիպված դիմել դատարան, տարիներով գնաց եկավ եւ հաղթեց դատարանում, ով որ դիմել էր էթիկայի հանձնաժողով, եւ դատական ակտի մեջ կար հետաքրքիր կետեր, որոնք որ հենց բուն վերաբերվում էին էթիկայի խախտումներին։ Անդամակցությունը հանձնաժողովին հասարակական հիմունքներով է, այսինքն նրանք աշխատանքի համար գումար չեն ստանում։ Փորձագետն այս հանգամանքի հետ է առավելապես կապում իր բնորոշմամբ կառույցի անարդյունավետ աշխատանքը։ Նշում է նաև, որ հանձնաժողովականներ կան մեծ շահերի բախումներ ունեն։ Ինքը չի կարող քննել ըստ էթիկայի այդ նորմերի ամբողջ արտահիվանդանոցային վեճերին ինքը պետքա չլինի այնտեղ։ Այսինքն այսպիսի ավելի խորը խնդիրներ կան։ Գործող հանձնաժողովի կազմի հարցն ի դեպ հիմա վիճարկվում է դատարանում։ Հայցվորը պահանջել է լուծարել ու նոր նշանակում կազմակերպել դրա ոչ իրավաչափ լինելու հիմնավորմամբ։ Ոլորտի փորձագետը նկատում է, այս թվերը տեսնելով նախարարն էլ քայլ կարող է կատարել իր քայլը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դադար ու կվերադառնանք րոպեներ անց։ Նոր անկյուն, որ կյանք է տալիս պատմական կերպարներին եւ տուգանք ընդդիմադիր падգամավորին սենյակում ծխելու համար, պարեկները ազգային ժողովում։ Շաբաթն ու կիրակին բերում են արևոտ երկինք, ջերմաստիճանն էլ անոմալ բարձր է, ավելին հաջորդ։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։
Հայաստանի ազգային պատկերասրահի պատմական անկյունը նոր շունչ է ստացել հայկական արվեստի մշտական ցուցադրությունը, որտեղ փայլում են Սուրենյանցի գլուխգործոցները, թարմացվել ու յուրովի են բացահայտում հայ հանճարի ստեղծագործական ժառանգությունը։ Արխիվային լուսանկարներն էլ այցելուներին ծանոթացնում են Սուրենյանցի կենսագրությանը։ Նրա վրձինը խոսեց ու հայոց պատմությունը թղթից տեղափոխվեց կտավի վրա։ Հայկական պատմանկարչության հիմնադիր, հայ գեղանկարչության մետր Վարդգես Սուրենյանցի հոբելյանական 165-ամյակի շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահում նկարչի մենագրական սրահում ցուցադրվում են նրա հանրահայտ ստեղծագործությունները։ Այստեղ նրա տարբեր տարիների ստեղծած կտավներն ու գրաֆիկական աշխատանքներն են, որոնք արվեստագետը վրձնել է թե ճանապարհորդությունների, թե հայրենիքում ապրած տարիների ընթացքում։ Այստեղ տեսնում ենք սրահում նրա պատմանկարչական ստեղծագործությունները, որոնք ներկայացնում են հայ ժողովրդի անցյալի տարբեր դրվագներ, նաև Սուրենյանցն անդրադարձել է հենց իր ապրած տարիներին Արևմտյան Հայաստանում կատարվող ողբերգական իրադարձություններին, այսպիսով դառնալով այդ իրադարձությունների վավերագրողը։ Սուրենյանցի արվեստի հիմնական մոտիվը սեփական ժողովրդի անցած ճանապարհն ու ողբերգական ճակատագիրն է։ Հուզական այլ լիցք, իմաստային այլ հնչերանգ ու լուծում ունի Շամիրամը Արագեղեցիկի դիակի մոտ կտավը։ Նկարիչն այստեղ շարադրել է հերոսուհու ներաշխարհի ամբողջ զինանոցը։ Կտավին դիտելիս մեզ անմիջապես գրավում են Շամիրամի աչքերը, կրկին տեսնում ենք կին, որը թեպետ հաղթանակել է, սակայն իր ցանկությանը չի հասել։ Վարդգես Սուրենյանցի գեղանկարչության ժառանգության մեջ բացառիկ է նաև քրիստոնեական եկեղեցական թեման։ Նրա աստվածաշնչյան պատումներից առավել հայտնի են Սալոմե, Աստվածամայրը գահի վրա, Խաչելություն, Քրիստոսի դեմքը, դաստառակ ստեղծագործությունները։ Իրական ֆակտուրաներ պատկերելու այդ հմտությունը իսկապես բնորոշ էր Սուրենյանցին, լինի դա Ղրիմյան հայրիկի ոտքերի տակ փռված գորգը, թե սրբիչը, որի վրա դրոշմվել էր Քրիստոսի պատկերը, նա այնքան իրական եւ այնքան մանրակրկիտ է նկարում, որ կարծես մենք ցանկանանք շոշափել անգամ այդ ֆակտուրան։ Խորապես յուրացնելով ժամանակի եվրոպական, առավելապես Մյունխենյան եւ ռուսական մշակույթի առաջադիմական ավանդույթները, Սուրենյանցն առաջիններից էր, որ հայկական գեղանկար ներմուծեց եվրոպական արվեստի, մասնավորապես մոդեռն ոճի շատ հնարքներ։ Սուրենյանցը նաև քանդակագործ էր, ճարտարապետ էր եւ բացառիկ է նրա այդ ճարտարապետական դետալները պատկերելու հմտությունը, վարպետությունը, իսկապես կարծես դրանք ոչ թե պարզապես վրձնով նկարված լինեն, այլ քանդակված լինեն։ Գլուխգործոցներից մեկն էլ նրա հայտնի Սալոմեն է։ Սուրենյանցի Սալոմեն հաղթող է, հպարտ ու սառնասիրտ։ Դիտողին նայում է վերևից ու հայացքով զինաթափանում։ Բացառիկ ստեղծագործություն է ոչ միայն հայկական կերպարվեստում, այլև որպես Սալոմեին ներկայացնող կտավ, քանզի Սուրենյանցն այստեղ շեղվել է ավանդական պատկերագրությունից, չի ներկայացրել Հովհաննես Մկրտչի գլուխը եւ ներկայացրել է հաղթական կնոջ կերպար, առեղծվածային, ինքնավստահ եւ այնուամենայնիվ ներքուստ նկատելի է նաեւ նրա հոգու խռովքը։ Ցուցադրությունում տեղ է գտել նաեւ Սալոմեի 7-րդ ծածկոցը ժամանակակից դիզայների մտահղացմամբ։ Ոգեշնչվելով կերպարից դիզայները մշակել եւ ստեղծել է ծածկոց, որ ըստ հեղինակի վերարտադրում է այն ծածկոցներից մեկը, որը Սալոմեն օգտագործում էր իր 7 ծածկոցներով բարի համար, ընթացքում մեկ առ մեկ ազատվելով դրանցից եւ ցուցադրելով իր մարմինը։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։ Չնախատեսված վայրում ծխելու համար տուգանել են ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորին։ Հայաստան խմբակցությունից Գառնիկ Դանելյանը իր աշխատասենյակում է օգտագործել էլեկտրոնային ծխախոտը։ Պարեկները ազգային ժողով են եկել արձանագրել խախտումը։ Այս եւ օրվա այլ կարևորը տեսաշարում։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսին է ներկայացրել երկկողմ համագործակցության օրակարգը։ Մասնավորապես Ագարակի անցակետի վերակառուցման եւ արդիականացման, ինչպես նաեւ Սիսիանում ու Երևանում արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնների կառուցման ծրագիրը, դրանց ներկայվիճակն ու խնդիրները։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում Երևանի քաղաքապետ, համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը մասնակցել է 9-րդ մասնաշենքի տանիքում 150 կիլովատ դրվածքային հզորությամբ արևային կայանի գործարկմանը, որը բուհի տարածքում արդեն 4-րդն է։ Հիմնական աշխատանքները կատարել են բուհի շրջանավարտներն ու ուսանողները։ Այս ծրագրերն իրականացվում են, որ պոլիտեխնիկական համալսարանը ինքն արտադրի իր էլեկտրաէներգիան, արտանետումների էական նվազում ունենա, նշել է քաղաքապետ Ավինյանը։ Այսօր ազգային ժողով են եկել բարեկային ոստիկանության ներկայացուցիչներ ու հենց խորհրդարանում տուգանել են ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանելյանին աշխատասենյակներից մեկում էլեկտրոնային ծխախոտ օգտագործելու համար։ Սա առաջին դեպքն է, երբ
թարմ էլեկտրոնային ծխախոտ օգտագործելու համար падգամավորին տուգանում են, լրագրողների հետ զրույցում նշել է Դանիելյանը, հավելել, թե տուգանքը բողոքարկելու է։ Մարտի 13-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում ժամը 20-20-ի սահմաններում։ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 98-րդ կիլոմետր հատվածում բախվել են Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենան եւ տուվ քարով բարձած Զիլ Բեռնատարը, ինչի հետևանքով քարերը թափվել են։ Մեկ հոգի տեղում մահացել է, եւս մեկը տեղափոխվել Մարալիկ բժշկական կենտրոն։ Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, քննիչները զննություն կատարելիս ավտոմեքենայի սրահում հայտնաբերել են խոշոր չափի գումար, եւս մի քանի ճամպրուկներ էլ գտել են Բեռնախցիկից, որոնցում դարձյալ մեծ քանակի գումար է եղել տարբեր երկրների արտարժույթներով։ Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում սպանության գործով ձերբակալվել է եւս 2 անձ։ Լրատվամիջոցին հայտնել են քննչական կոմիտեից։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, որից 6-ի նկատմամբ կիրառվել է կալանք, 3-ի նկատմամբ տնային կալանք, 3-ի նկատմամբ բացակայելու արգելք խափանման միջոցները։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։ Այժմ եղանակ եւ ինչ սպասել հանգստյան օրերին մայրաքաղաքում եւ մարզերում, ինչպես միշտ Լիլի Հովերի մատուցմամբ։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ եւ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահների ցանցում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում շաբաթն ու կիրակին կանցնեն արևոտ պայմաններում։ Սպասում ենք առանց ձեղումների օրեր։ Այս պահին ջերմաստիճանն անոմալ բարձր է։ Առաջիկա 3 օրերին կջերմանա եւս 4 աստիճան։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 14-ից 18 աստիճան։ Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում սպասվում է 18-ից 24, Լոռիում 20-ից 23 աստիճան։ Տավուշում կանխատեսվել է 24-ից 27, Արարատում, Արմավիրում 23-ից 25 աստիճան։ Սյունիքի հովտային գոտիներում կդիտվի 25-ից 27, Նախալեռներում 19-ից 22 աստիճան։ Երևանում սպասում են արևոտ առանց ձեղումների շաբաթ կիրակի։ Այս գիշեր 4-ից 6, ցերեկը 20-ից 22, երեկոյան 13-ից 15 աստիճան։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, բարի գիշեր ու խաղաղ հանգստյան օրեր եմ մաղթում։